Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո, որպես հերկինս եւ հերկրի, ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ուղղորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս Մստեք սիրելիներս բարի եկել թող Տեր օրհնի խաղաղության մեջ պահի մեզ բոլորիս կամած մոտենում ենք նաև Սուրբ Հարության խորհրդին եւ շատ հետաքրքրական է որ այսօրվա թեման կարծես թե ցույց է տալիս թե մարդը հատկապես հոգեվորական ինչպիսին պիտի լինի, ինչ կյանք պիտի ունենա, որպեսզի նախ գայթակղության պատճառ չդառնա քրիստոնյան հոգեվորականը, երկրորդն էլ իր կյանքը արդեն կենթանի քարոզ դառնա, որպեսզի մարդիկ մեզ տեսնելով, մեզ իմանալով իրենք էլ ուզեն քրիստոնյա դառնալ։ Մի օր մի քրիստոնյա գնում է մի անհավատ մարդու տուն ծառայություն անելու, այս մարդ իմանում է, որ սա քրիստոնյա է, ասում է հանկարծ իմ տան մեջ քո Քրիստոսի մասին չխոսես, չլնեմ, չիմանամ, որովհետեւ բառ խոսես քո Քրիստոսի մասին։ 3 տարի հետո գալիս է ասում է, որ խնդրեմ քո Քրիստոսի մասին ինձ կպատմես ամեն բան։ Սա է մարդու իրական նկարագիրը, թե ինչպեսին պիտի լինես, որ մարդիկ որ ժամանակում է լինի, ուզենան քրիստոնյա դառնան։ Մենք սկսել ենք Պողոս Արաքյալի նամակը Տիտոսին ուղված, անցյալ անգամ առաջին 4 համարները սրտեցինք, տեսանք թե Կրետեն ինչ տեղեր, գիտեք այնտեղի մարդիկ ստախոս էին, հարբեցող էին, բամբասող էին, այսինքն ամեն տեսակ մեղքեր կար այդ փոքրիկ կղզում եւ այդ ժամանակ շուրջ 100 փոքրիկ քաղաքներ էր այդ Կրետե կղզում, հիմա Տիտոս Արաքյալը պիտի գնար այնտեղ, ոչ միայն օրինակ ինքը լիներ, այնպիսի մարդկանց պիտի քահանա ձեռնադրեր եպիսկոպոսներ եւ կարողանար Սուրբ Գիրքը այնպես ուսուցանել, որպեսզի ամեն տեսակ հակառակությունները դուրս գան նրանց մեջից։ Եվ տեսնենք թե ինչ է ասում այսօրվա առաջին համարը, 5-րդ համարը։ Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետեում, որպեսզի ինչ պակաս բան կա, ուղես եւ յուրաքանչյուր քաղաքում երեսներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ։ Ուրեմն Պողոս Արաքյալը երբ եղավ Կրետեում, սիրելիներ, իր Ռոմ եղած բանտարկություն առաջին եւ երկրորդ բանտարկության միջև, այս ընկած ժամանակահատվածում էր, որ Պողոս Արաքյալը Կրետե կղզում եղավ Տիտոսի հետ միասին, գնացին այնտեղ ավետարանը քարոզելու եւ այդ ժամանակ արդեն ասացի այդ Կրետե կղզին այսօրվա փոքրիկ 100 քաղաքներից էր կազմված եւ արդեն տեսանք բնակչությունը ստախոս էին, հարբեցողներ էին, խաբեբաներ էին, կրետացների մասներ անցյալ անգամ ասացի, չէ՞ ինչ ասացված կար եւ տեսեք ինչ էր այս միջավայրի մեջ, որ խառնիճաղան ժողովուրդ, մշակույթ, իրենց բարքերի հետ մեկտեղ հիմա պիտի գնաս ավետարանը քարոզես այդտեղի մարդկանց, մեղքերի մեջ թաթախված, մեղքերով ապրող, անտարբեր, հիմա պիտի գաս քրիստոնեություն քարոզես այնտեղ։ Ուրեմն ինչի համար թողեց Կրետեում Պողոս Արաքյալը Տիտոսին, որպեսզի այնտեղի եղած եկեղեցական համայնքները խնամք տանելու եւ որ քաղաքում որտեղ որ քահանաներ, երեցներ չկային, որպեսզի այնտեղ երեսներ ձեռնադրեր, որպեսզի կանոնական համայնքները լինեն եւ կարողանեն մշտական մատակարար ունենալ։ Շատ կարեւոր է իմանալ, հասկանալ սենել։ Օրինակ տեսեք, երբ որ գնանք Երևան մայրաքաղաքը, տեսնենք մի եկեղեցում գաղը 3-4 քահանա են ծառայում։ Բայց ունենք չէ շրջաններ արդեն մայրաքաղաքից դուրս, որ տարիներով քահանան չեն մտնում, չեն գալիս։ Նախ քանակ չկա, երկրորդն էլ չեն հասցնում։ Բայց այստեղ նույն խնդիրը կար այն ժամանակ, որ գնացել էին, ավետարանը քարոզել էին, բայց Աստծո խոսքի մշտական մատակարար պետք է լիներ մեկը, որ ոչ միայն Աստծո խոսեր ավետարանը քարոզել, այլ մկրտության արարողությունները կատեր, մնացած ամեն բան սովորեցներ մարդկանց, որպեսզի այս մարդիկ քրիստոնեական կյանքով ապրեն։ Ուրեմն հատկանշանական է, որ Պողոս Արաքյալը ասում է այնտեղ գնաս, ինչ որ պակաս բաներ կան անես եւ երեցներ նշանակես, ինչպես որ ես պատվիրեցի։ Ուրեմն այն ժամանակ Սուրբ Գրքի մեջ երբ որ կարդենք երեց բառը, երեցը քահանան է, այսինքն ինքը բառացի ավակ է նշանակում, բայց նաեւ քահանա, դրա համար քահանել ասում են երեց կին։
Եվ եպիսկոպոսներ էին ձեռնադրում, եւ հիմա պետք է խոսի, թե ինչպիսին պետք է լինեին քահանաները, ինչպիսին պետք է լինեին եպիսկոպոսները եւ ինչպիսի ընթացք պիտի ունենային, որպեսզի կարողանային մարդկանց ճշմարտության բերել։ Ուրեմն հատկանշական է այստեղ, որ Պողոս Արաքյալը Տիտոսին երեսնեն նշանակելու իշխանություն էր տվել, որովհետեւ ասում է ինչպես որ ես պատվերեցի, այդպես կանես։ Սա շատ կարեւոր հանգամանք է ցույց տալու համար, որ որևէ մեկը չի կարող մեկ իրեն հելն ասել ես քահանա եմ, ես մարգարե եմ, այսինքն պետք է ունենա այդ իշխանությունը տրված ի վերուստ։ Դրա համար երբ որ ասում ենք առաքելական եկեղեցի, այսինքն առաքելական հաջորդականություն ունեցող, այսինքն Հիսուս ձեռնադրեց առաքյալներին, առաքյալները ձեռնադրեցին երեցներ, եպիսկոպոսներ, իրենք էլ հետագամ այսպես հերթականությամբ ձեռնադրեցին եւ եկեղեցու կարգը հաստատվեց, չէ՞։ Առաջին ամենախոնար աստիճանը դպիրներն են։ Դպիրը ինքը ինչ է անում, դուռ բացելու իրավունք է ստանում եկեղեցի, մոմ բռնելու, ավետար սուրբ գիրքը կարդալու այստեղից, ճաշոց գիրքը ընթերցելու եւ ձեռք դնելու հիվանդների վրա, աղոթք անելու։ Սարկավակը արդեն ինքը իրավունք է ստանում սկիհին մոտենալ, հաղորդության մասնակիցներ քահանային օգնել եւ ավետարան ընթերցել բեմի վրայից, իսկ արդեն քահանայական աստիճան ունեցող, այսինքն քահանայից մինչեւ կաթողիկոս բոլորը քահանա են եւ իրենք իրավունք են ստանում պատարագը մատուցելու։ Ուրեմն սարգսավակներ, երեցներ, քահանաներ, եպիսկոպոսներ եւ արդեն կա վարդապետները, կուսակրոն հոգեվորականները, ովքեր որ նաեւ իրենք նստած էին եկեղեցիներում, վանքերում աղոթում են եւ սուրբ գրքի մեկնություններն էին պատրաստում մարդկանց համար։ Ուրեմն այս ամենը ինչի համար էր, որ ամեն եկեղեցի իր քահանան ունենար, ամեն քաղաք իր հովիվ ունենար, բայց շատ կարևոր է թե ինչպիսին պետք է լիներ։ Այստեղ է որ Պողոս Արաքյալը խոսում է եւ տեսեք ասում է հատկապես այս կատարման համար իշխանություն Քրիստոսի մարմին, ինչեւ որ մենք բոլորս հասնենք հավատի կատարյալ միության Աստծո որդու ճանաչման կատարյալը աստիճանին ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը։ Այսինքն ինչի համար է այս ամենը ցույց տալիս մեզ, որպեսզի մենք բոլորս հոգևոր կյանքի մեջ աճ ունենանք, ասում է հասնենք Քրիստոսի կատարյալ տարիքին, այսինքն 33 տարեկանն է կատարյալը, բայց կատարյալ տարիքը Աստված ճանաչողությունն է մարդու համար, երբ որ մարդը ինքը ճանաչում է Քրիստոսին։ Դրա համար ավետարանը ինչի համար է տրված մարդուն, որպեսզի ընթերցանության միջոցով դու ճանաչես, իմանաս, հասկանաս եւ փորձես նմանվել։ Ուրեմն ամբողջ նպատակը, որ երեսներ պիտի կարգվեր կրետեյում, որպեսզի ժողովուրդը Քրիստոսանման կյանք ունենար, Քրիստոսի նմանությունը մեր կյանքի մեջ ունենանք։ Եվ մենք բոլորս կոչված ենք սրան, որպեսզի մենք մինչև որ մենք այս հողեղեն մարմնի մեջ ենք, որ պիտի դուրս գանք, մեկնենք այս աշխարհից դեպի հավիտենական կյանք, արդեն ճանաչած լինենք Քրիստոսին։ Ցավոք սրտի բոլոր ժամանակներում եղել են մարդիկ, որ ունեցել են այս կոչում, ունեցել են առաքելությունը, բայց սխալ են օգտագործել եւ չեն հասել Քրիստոսի ճանաչողությանը։ Այստեղ օրինակ չի հիշատակվում, որ այդ երեսները ընտրել էին համայնքները։ Այսինքն մարդիկ որոշել են, որ սա պետք է քահանա լինի եւ իրենք իրենց այս մեկին ընտրել են քահանա։ Այլ ցույց է տալիս, որ սա իշխանությունը տրված է առաքյալներից եւ ինչպես որ առաքյալները պահանջել են, այդ ճանապարհով պետք է մարդը գա քահանայության հասնի։ Օրինակի համար, երբ որ մեկ հայ եկեղեցում պետք է հոգևորական դառնա, պիտի նախ ջեմարան սովորի, ավարտի, հետո քննություն հանձնի, որ ստուգեն իրեն, տեսնեն ինքը արժանի է թե չէ։ Եվ շատ կարևոր է նաև թե ինչ պահանջներ ունի, որպեսզի կարողանաս լրացնել, որպեսզի քահանա լինել։ Եվ ասում են նրանց համար յուրաքանչյուր եկեղեցու վրա երեսներ ձեռնադրեցին պահեցողությամբ հանդերձ աղոթք արեցին եւ նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել են։ Տեսեք, պահեցողությամբ աղոթք արեցին եւ հանձնեցին Տիրոջը, ում որ հավատացել են։ Այսինքն առանց աղոթքի, առանց այդ ձեռքը դնելու, իրենց այդ շնորհը փոխանցելու, որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը քահանա է։ Դրա համար Հիսուս ասում է նաեւ ժամանակը կգա, շատ սուտ մարգարեներ մեջտեղ կգան։ Հրաշքներ կգործեն, նույնիսկ ասում է թե ճար ունենան, Աստծո ընտրյալներին կփորձեն մոլորեցնել, բայց ով որ համբերի, մինչև վերջ պիտի փրկվի։ Ուրեմն մեկը չի կարող տանը նստած լինել, աղոթել, հետ ասել, ես մարգարե դարձա, շնորհներ ստացա, հիմա պիտի բժշկություններ անեմ, կարող եմ ավետարան քարոզել, կարող եմ պատարագ մատուցել։ Ոչ, այդ ամենը դու պիտի ստանաս եկեղեցու միջոցով, որովհետև եկեղեցին Քրիստոսի տեսանելի մարմինն է այս աշխարհի վրա եկեղեցին, եկեղեցու միջոցով դու այդ ամենը պիտի ստանաս։ Դրա համար ասում է քեզ թողեցի կրետեին, որպես ինչ որ պակաս որ բան կա եւ երեցներ կոչ ձեռնադրես, ինչպես որ պատվիրեցի քեզ։ Հիմա տեսնենք թե ինչպիսին պետք է լինեն այդ երեցները։ 6-րդ համարի մեջ։ Կարգես մի այնպիսի մարդու,
որը լինի ամբասիր, մեկ կնոջ մարդ, ունենա հավատացյալ որդիներ, որոնք անառակության մեջ ամբաստանված կամ անհնազանդ չլինեն։ Հիմա տեսեք, սիրելիներ, Պողոս առաքյալը հիմա ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի այն հոգևոր հովիվը, առաջնորդը, հոգևորական քահանան, որ պիտի գա իր ժողովրդին հովություն անելու։ Ուրեմն Պողոս առաքյալը ինչ է ասում ցույց տալ, որ մարդը ամեն տեղում որտեղ էր որ լինի, մայրաքաղաքում կծառայի, գյուղում կծառայի, որտեղ պիտի ծառայի, բոլորն էլ միանման կյանք պիտի ունենան Հիսուս Քրիստոսի ավետարանին համապատասխան։ Եվ տեսեք, առաջին բան ասում է ամբասիր կամ անմեղադրելի պետք է լինի։ Ինչ է նշանակում ամբասիր, չէ՞, կամ անմեղադրելի։ Սա չի նշանակում մարդը պետք է սուրբ լինի եւ որևէ մեղք գործած չլինի։ Եթե մենք կարդում ենք օրինակ Գրիգոր Նարեկացին, ամբողջ իր մեղքերի մասին է, չէ՞, խոսում Գրիգոր, բայց ինքը չի գործել այդ մեղքերը։ Պարզապես մարդը ընդունակ է այդ մեղքերը գործելու, որովհետեւ այս աշխարհի մեջ կա մարդ, որ մեղք չունի։ Չկա, չէ՞, մենք բոլորս էլ մեղքեր ունենք, բայց ինչի ասում անմեղադրել, այսինքն չանի այնպիսի մեղք, որ մարդիկ մեղադրեն իրեն։ Այսինքն այնպիսի մեղքեր, օրինակ մեր մտքի մեջ կարող ենք, չէ՞, մենք կասկածներ ունենալ, թերահավատություն ունենալ, մեր մտքի մեջ չարանալ, սա ոչ ոք չի տեսնում, բայց մենք գիտենք, հասկանում ենք այդ մեղքերը եւ դրա համար է, որ մենք միշտ աղոթում ենք, որ Տերը մեզ մաքրի։ Բայց երբ որ ես ֆիզիկապես, օրինակ ինձ մեկը փողոցում հարբած տեսնի, շնություն անելուց տեսնի, խաղամոլության մեջ, կռվելու, հայելու մեջ, ես մեղադրելի եմ, չէ՞ դառնում։ Այսինքն այլևս ես պախարակված եմ եւ ես չեմ կարող որևէ մեկին օրինակ ծառայել։ Դրա համար ասում է պետք է այդ մարդը լինի ամբասիր։ Այբ որ մենք քահանա ենք ձեռնադրվում, մենք ծնկաչոք ներքևից, այսպես բարձրանում ենք դեպի խորան եպիսկոպոսը, այդ ընթացքում հարցեր են տալիս։ Օրինակ ասում է, արդյոք ծնված է անարատ ամուսնություն, այսինքն պոռնկության ապօրինի զավակ չի։ Եթե ապօրինի զավակ է, չի կարող ինքը քահանայական աստիճան ստանալ։ Արդյոք ասում է մանկությունից ի վեր ապրել է ամբասիր կյանքով։ Արդյոք ունի խոստովանահայր։ Այսինքն այս ամենը մինչև չհարցնի քեզ այդ կոչում է խարտավիլ է քեզ համար, այսինքն պատասխանատու մարդը, վկա այո, այսինքն սրբազան հայր, այս մարդը այսպես ապրել է, նոր քեզ հրավիրում են խորան, որովհետեւ դու քահանայության աստիճանը ստանաս։ Ուրեմն ինչքան կարևոր է։ Նույն ձևով էլ, երբ որ մենք մատաղ պիտի մատաղ անենք, չէ, աղքատին կերակուր բաժանենք, մենք գնում ենք ամենալավ գառնուկն ենք, չէ, վերջն, այսինքն ոտը կոտրած, աչքը չեղած, այդպիսի կենթան, այսինքն ամենալավը որ պիտի անես, ոչ թե հիվանդոտին պիտի տանես, այլ առողջին պիտի տանես։ Այնպես էլ քահանան պետք է այսպիսի լինի, անմեղադրելի լինի, այսինքն այնպիսի մեղքեր չունենա, որի պատճառով ինքը մեղադրվի եւ արդեն ասացի, խաղամոլ չլինի, հարբեցող չլինի։ Հիմա հարց է առաջանում, չէ՞, իսկ եթե այդպիսին եղել է, հետո դառնա, ինչ պիտի անի այդ բարակային, նրան եկեղեցուց դուրս են դնում, որպեսզի այս մարդը ապաշխարությամբ վերականգնի իր կոչում, իր արժանապատվությունը, նոր թույլ տան, որպեսզի ինքը մոտենա Տիրոջը սպասավորելու։ Երկրորդ ասում է, թող մեկ կնոջ մարդ լինի։ Ինչ է սա նշանակում, կամ մեկ անգամ ամուսնացած լինի։ Օրինակի համար, սիրելիներ, նա ով ամուսնացած էր, իրավունք չունի, որ սիրուհի ունենալ կամ այլ կնոջ հետ հարաբերություններ պահել։ Ցավոք սրտի այսօր այս մեղքը ամենուր մտած է, թե հոգևորականներ կան իրենց կյանքի մեջ, այս մեղքերը կան, թե աշխարհիկ կյանքի մեջ ապրող մարդիկ, նա որ Սուրբ Խորանի առջև խոստում է տվել, որ մինչև մահը քեզ չբաժան, իրավունք չունես դավաճանելու, եթե դավաճանեց, այդ մարդը չի կարող մոտենալ Քրիստոսի Սուրբ Սեղանի սպասավորը դառնալ։ Երկրորդ, որ ասում եմ մեկ մարդուկին լինել, սա նրա համար է, որ որևէ մեկը, եթե մի ժամանակ ամուսնացած եղել, իր կնոջը թողել է, հետո ուրիշի հետ է ամուսնացել, սա էլ չի կարող քահանա լինել։ Այսինքն, եթե հիմա ընտանեկան խնդիր կա, մարդուկին վիճում են, ինչ խորհուրդ պիտի տես քահանան, չէ՞ թե գնասի գիտես, ինչ բաժանվել չի կարելի, այսպես ասի, բա դու ինչու ես բաժանվել։ Այսինքն դու դառնում ես նաև մեղադրելի։ Դրա համար մեր եկեղեցականքի մեջ, եթե քահանան այսօր էլ մինչև այս բաժանվում է իր կնոջից, իրեն միանգամից կարգը վերցնում են, իրեն կարգազուրկ են, ինքը այլևս չի կարող քահանա լինել։ Իհարկե, եթե կնոջ հետ կապված չի խնդիր, այսինքն դավաճանության խնդիր կա կամ այլ բաներ կա, որովհետև քահանան առաջին հերթին իր տանն է քահանա։ Եթե դու քո տան մեջ ձախողել ես, դու չես կարող համայնքի մեջ ձախողել։ Այսինքն, եթե ես իմ տան մեջ հիմա խնդիր ունեմ, անընդհատ կնոջս հետ կռվեմ, վիճեմ, բաժանում ունենամ, դուք ինձ կվստահեք, չեք վստահի։ Ուրեմն դրա համար ասում է թող ամբասիր անմեղադրել լինի եւ մեկ կնոջ ամուսին լինի։ Երրորդ ինչ է ասում, թող հավատացյալ զավակներ, երեխաներ ունենա։
Սա շատ կարևոր է, որ քահանայի տանը մեծանում են հավատացյալ եկեղեցիներ։ Օրինակ հոգևորական առաջին հերթին իր ընտանիքի մեջ է դաստիարակ սիրելիներ։ Ուսուցիչ, քարոզիչ իր տան մեջ է։ Այսինքն, երբ որ քո երեխաները պատկերացնեք, քահանան գա եկեղեցի պատարակ մատուցելու, քարոզելու, իր տան անդամները չլինեն, ներկա չլինեն։ Որևէ մեկը կասի դել գնա քո տունը, քո զավակներին սովորեցրու, հետո արիր մեզ խրատիր։ Որովհետև չես կարող առանց քո ընտանիքի օրինակի վրա ցույց տալու ուրիշներին համոզել, որ աղոթական կյանքը լավ է, աստվածապաշտ լինելը լավ է, որովհետև ամեն բան խախտվում է իրար։ Դրա համար ասում եմ, թող հավատացյալ զավակներ ունենան, եւ տեսեք ինչ է ասում, եթե դու չես կարող քո զավակներին քրիստոնյա դարձնել, ինչպես պիտի գնաս ուրիշի զավակներին փորձել քրիստոնյա դարձնել։ Ես մի դեպք պատմեմ ձեզ, մի քահանա կար, երեխային տարիներով չէր մկրտում։ Ասում էր, որ քավորը Հայաստանում չպիտի գա, մի օր ասում եմ, լսի Տեր ջան, բա դու ո՞նց ես քո համայնքին ասում, ձեր երեխաներին բերեք մկրտեք, սուրբ հաղորդություն ստանան։ Չէ՞ որ ենք տեսնում քո երեխան մկրտված չի, սուրբ հաղորդություն չի ստանում, դու համոզիչ չի։ Եթե քեզ համար այդքան կարևոր է հաղորդություն, ուրեմն դու քո ընտանիքից պիտի սկսես։ Քո ընտանիքը պիտի օրինակ դառնա, որպեսզի ուրիշներն էլ տեսնեն, որ երեխան փոքր ժամանակ մկրտվելով ինչքան օրհնությունը շնորհ ունի, ինչքան կարևոր որ ինքը Քրիստոսի մարմին այրուն է ճաշակում։ Եթե դու քո զավակին չես անում, պատճառով կնքահայրը Հայաստանում չի, ուրիշներն էլ նույն ձևով ապրում են։ Ուրեմն երկրորդ կյանքը տեսեք, ասում է, անառակ կյանքով չապրեն։ Քահանայի զավակները։ Սա ամենամեծ պատիժը կլինի քահանայի համար, եթե իր զավակները այդպես լինեն։ Եթե մեր պատմություն հետ վերադառնանք, մեր Հուսիկ կաթողիկոսը շատ սրբակենցաղ կաթողիկոս էր, շատ, բայց իր երկու զավակները պոռնիկ կյանքով էին ապրում, այլասերված կյանքով էին ապրում։ Բայց սրանցից մեկից ծնվեց Ներսես մեծը։ Այո, ուրեմն կարող Աստված թույլ տալ նման մեկին ապրել, որովհետև դրա միջոցով կարող են մեկ ուրիշ բան կատարել, բայց սա բոլորի հետ չէ, այսպիսի բաներ կարող են պատահել, եւ հատկապես հոգեվորականի կյանքի համար այս կյանքը անհրաժեշտ է, որպեսզի նրանք մաքուր քրիստոնյաներ, այսինքն ցոփուշով այդ կյանքով չապրեն, գիշերային ակումբներում, խաղատներում, հարբեցողությամբ, զվարճանքների մեջ, եթե տեսնեն, որ քահանայի զավակը այդպես է ապրում, ոչ ոք չի գա եկեղեցի։ Այսինքն քո առաջին քարոզը քո ընտանիքն է։ Քո առաջին վկայությունը հավատքի կյանք ապրելու քո ընտանիքն է։ Դրա համար ասում է, դու անմեղադրելի պիտի լինես, մաքուր ամուսնական կյանք պիտի ունենաս եւ հոգեվոր զավակներ պիտի ունենաս, որպեսզի քո այս զավակների միջոցով շատ շատերը գան դեպի եկեղեցի։ Եվ երկրորդ այստեղ մի հատված էլ կա, ասում է անհնազանդ լինելը։ Անհնազանդը, եթե զավակը, հոգեվորականի զավակը անհնազանդ է, դա ամենամեծ անպատվությունն է այդ մարդու համար, որովհետև ամեն բան կարող անել, այսինքն քո խոսքը, թե քո զավակը չի հարգում, չի ընդունում, վերջ դու անպատված ես, այսինքն քո խոսքը քո ընտանիքի մեջ չի անցնում։ Դրա համար պատճառները այսպեսի թվարկում է, որ երբ որ մեկը պիտի գա քահանայության, այսքան մաքուր կյանք պիտի ունենա։ Հիմա տեսեք սիրելիներ, մենք կարող են ասել այն ժամանակ հեշտ էր, հիմա դժվար է, չէ։ Այն ժամանակ ավելի վատ էր այս ամեն ինչը, որովհետև այն ժամանակ շատ մարդիկ միշտ սիրեկաններ կամ սիրույներ ունեին։ Դրա համար այստեղ ասում է հանկարծ չփորձեք այսպիսի կյանք վարել։ 20-րդ դարում ապրես, 21-ում, հետո 30-րդ դարում կապրես, էական չի։ Աստծո խոսքը պահանջը նույնն է, դու բոլոր ժամանակներում այս ամբասիր մաքուր կյանքը պիտի ունենաս, որպեսզի հաջողես։ 7-րդ համարի մեջ արդեն խոսում է եպիսկոպոսի մասին, թե եկեղեցու առաջնորդը ինչպիսին պիտի լինի։ Տեսեք ինչ է թվարկում։ Քանի որ պետք է որ եպիսկոպոսը ամբասիր լինի, որպես Աստծո տնտես, ոչ հանդունգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր։ Հիմա տեսեք, ինչպես երեսների պարագային, այնպես էլ արդեն եպիսկոպոսների պարագային սիրելիներ, պետք է ամբասիր կյանք ունենաս։ Էական չի, ամուսնացած ես, ամուսնացալ քահանա ես, թե կուսակրոն քահանա ես։ Բոլորի պարագային նույնն է։ Այս ինչ որ այստեղ գրված է, հարբեցող, կռվարար, շահամոր այս բաներ, սա վերաբերում է նաև քահանային եւ վերաբերում է հավատացյալին, այսինքն հավատացյանն էլ այս նույն սկզբունքները պիտի պահի, բայց առավել եւս նա որ կոչված է հոգեվոր կյանքի։ Ուրեմն տեսեք, ինչի համար է սա կարեւոր, որովհետեւ հոգեվորականը ինքը Աստծո գործն է անում, այսինքն եկեղեցին Աստծո սեփական։ Դուք իմ սեփականությունը չեք։ Դուք Աստծո ժողովուրդն եք, Աստված ձեզ հանձնել է ինձ, որպեսզի ես կարողանամ խնամք տանելով ձեզ առաջնորդեմ դեպի փրկություն, որտեղ Աստված հավիտենական կյանքն է պատրաստվել մեզ համար։ Եթե դու սխալ ես ապրում, դու Աստծո գործն ես քանդում։
Այսինքն այնպես են, որ Աստծո գործը դանդաղի եւ հիմա հարց կառաջանա, չէ՞։ Եթե պատկերացնեք, այսպիսի քահանա կամ եպիսկոպոս այսօր փնտրենք աշխարհի մեջ, պետք է մեծ մասին հանենք, վառենք, թափենք, չէ՞, եկեղեցին պիտի դատարկվի։ Բայց հենց այս շատ այս բաների պատճառով է, որ մեր կյանքի մեջ այսպիսի գործեր են պատահում։ Ուրեմն եկեղեցու պատասխանատվությունն է ընկած այս մարդկանց վրա։ Եկեղեցին էլ քարեղեն շինությունը չէ, ժողովուրդն է, սիրելիներ։ Եվ ժողովուրդը պետք է կարողանա այնպես ապրել, որպեսզի այդ մեղադրելի հանցանքները չլինի։ Եթե այդ մեղադրելի վարք ունենանք, եկեղեցին պիտի պառակտվի, չէ՞։ Հիմա տեսեք, այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, պառակտում եղավ, չէ՞ մեր եկեղեցու մեջ, հոգևորականության մեջ։ Այսինքն ամեն մեկը սկսեց, մեկը մյուսին մեղադրել, մեկը մյուսի մեղքերը թելադրել, մեկը մյուսի մեղքերի մասին պատմել, քննադատել, պառակտում առաջացավ այսօր։ Եվ եթե դու այդ ամբասիր կյանքը չունես, նախ եւ առաջ եկեղեցին է պառակտում, այսինքն քո պատճառով ժողովուրդը սկսում է իրար ատել, ժողովուրդը դուրս է գալիս եկեղեցուց եւ դատարկում է։ Եվ շատ շատերին, որ հարցնում ես օրինակ, ինչու չես եկեղեցի գնում, առաջին բանը պատճառը վերում հոգևորական է, քարոզիչը, ով որ կլինի։ Իր կյանքը հակառակն է։ Այսինքն դու խոսում ես սրբությունից, բայց դու ապրում ես անսուրբ կյանքով։ Դու խոսում ես արդարությունից, մաքրությունից, դու մեղավոր կյանքի մեջ թաթախված ես։ Դրա համար առաջին ասում է եպիսկոպոսը Աստծո տնտեսն է։ Եպիսկոպոսն է նշանակում է վերակացու, այսինքն հսկող։ Եպիսկոպոսի պարտականությունն է գնալ տարբեր եկեղեցիները շրջել, տեսնել իր քահանան, իր ժողովուրդը ինչպես են ապրում, ինչ հոգևոր կյանք, այսինքն տեսուչի գործ անում, հսկում է, բայց առաջին հերթին Աստծո տնտեսն է։ Ինչ է նշանակում Աստծո տնտես։ Ուրեմն գիտեք, ովքեր էին տնտեսներ լինում հնում, կամ մարդը, որ ծառա էր, ստրուկ էր, գնված էր, կամ որոշակի մարդիկ, որ հանձն են առնում գալ այդ մարդու տանը վարձով աշխատելու։ Եվ այս մարդուն նշանակում որ իր տան գործերի կառավարիչ։ Եվ ինչպես անիրավ տնտեսի պարագային, որ Տերը անակնկալ եկավ ասեց քո մասին ամբաստանություն կա, քո տնտեսության հաշիվը տուր, այսինքն բեր տեսնեմ ինչ աշխատանք ես կատարել, դու արդյոք վատնում ես քեզ տրված իմ ունեցածը, թե շահել ես, այսինքն մարդկանց օգնել ես, նույնն այս պարագային հոգևորականն է։ Գալու է եպիսկոպոսին Տերը ասի հաշիվը տուր, տեսնեմ իբրև տնտես, ինչ ես արել։ Փորձել ես հասնել եպիսկոպոսական, որ փառավոր կյանք ունենաս ապրել, թե մեկ ուրիշ բան պիտի անես։ Հետարքի մի դեպք պատմեմ ձեզ։ Ուրեմն Ասորի եկեղեցում մի նշանավոր այդպես պատրիարք է եղել, ասում են, երբ որ սա սարգսակ էր, ինքը միայն խաշած լոբի էր ուտում ու ջուր էր խմում։ Երբ որ դառնում է վարդապետ, նորից լոբի էր ուտում ու ջուր էր խմում։ Երբ որ արդեն եպիսկոպոս է դառնում, նորից իր կենցաղը չի փոխվում, լոբի էր ուտում, ջուր էր խմում։ Երբ որ արդեն գալիս է որ նոր պատրիարք ընտրեն, բոլոր ասում են գնանք այս սուրբ մարդուն ընտրենք, որովհետև ամբողջ կյանքը տեսել ենք, ջուր է խմել եւ լոբի է կերել, այսինքն արդար կյանքով է ապրում։ Երբ որ արդեն ընտրվում է պատրիարք է դառնում, ասում է դե հիմա բերեք լավ ուտելիքներ, նստենք հաց ուտենք, ասում են այս ինչ արեց, հիմա դա այլևս բարձրանալու տեղ չկա։ Այսինքն ինձ ինչ պետք էր այս աշխարհի մեջ, ես այս ձևով հասա։ Հիմա եթե մենք այս ամենը անում ենք նրա համար, որ մենք հասնենք որոշակի փառքի, դիրքի, իշխանություն, շահեկան կյանք ունենանք այս աշխարհի մեջ, արդեն ձախողված ենք, սիրելիներ։ Ուրեմն այս պատասխանատվությունն է, եւ արդեն ասացի, որ ժողովուրդը Աստծո ժողովուրդն է, եւ շատ եմ սրա մասին ասել, որ եթե մի հոգի իմ պատճառով կորսվի, գնա, Աստծոց հրաժարվի եւ դժոխքի բաժին դառնա, նրա արյունը ինձանից պետք է պահանջվի, որովհետև ես եմ այդ մարդուն պատճառ դարձել գայթակղության կամ կործանման։ Դրա համար այսքան շատ զգուշավոր պետք է լինենք, որպեսզի կարողանանք այնպիսի նկարագիր ունենանք, որ մեր կյանքը խոսքից առավել վկայություն լինի։ Մեկ բան է խոսել գեղեցիկ, հոգևոր կյանքը գեղեցիկ խոսելու մասին չի, գեղեցիկ քարոզներ խոսելու մասին չի, դա ապրված կյանք է։ Դու պիտի այդ կյանքը ապրես։ Ապրեցիր, քո կյանքը արդեն ամենամեծ քարոզն է։ Դու քո կյանքը ապրեցիր, մարդիկ կտեն, որ իրականում դու հավատում ես։ Եթե չէ, ամենալավ խոսողից ավելի լավ խոսողներ միշտ կգտնենք մեր կյանքի մեջ։ Ուրեմն քարոզից, դիպլոմներից, մի քանի լեզուներ իմանալուց կախված չէ մեր հոգևոր կյանքը, ոչ էլ բարձր կրթությունից։ Ամենապարզ հողագործ մարդու մի հատ մայրիկի կամ պապիկի մեջ կարող ես ավելի մեծ քրիստոնեական հավատ տեսնել, քան մեկին ու այս գիրքը անգիր է սովորել, մի քանի համալսարան է ավարտել ու շատ տեղեր է գնացել եկել։ Սա հոգևոր կյանքի հետ կապ չունի, այս շորը հոգևոր կյանքի հետ կապ չունի, սա ընդհանրապես նշանն է այն մարդու, որ կրում է այդ հոգևոր արժեքը, բայց արժեքը դու պիտի արժևորես քո կենցաղով, քո խոսքով, քո ապրած կյանքով։ Հիմա տեսեք ինչպիսին չպիտի լինի, ասում է եպիսկոպոսը, հանդուգն չպիտի լինի։ Ինչ ասել է հանդուգն։ Ո՞վ է հանդուգ մարդը։ Հպարտ
գոռոս մարդը, չէ, որ ոչ մեկի կարծիքը չի լսում։ Ինքը ինչպես ուզում է, ասում է, ես ճիշտը գիտեմ, ես ոնց ուզում եմ, դուք այդպես էլ պիտի անեք։ Սա հանդուգն կերպար է։ Եպիսկոպոսը, քանի որ Աստծո տնտեսնիկը միշտ պիտի լսի ուրիշների կարծիքը։ Հպարտությամբ դու երբեք չես կարող Քրիստոսին հաճելի կյանք ունենալ։ Ամբարտավան կեցվածքով դու երբեք չես կարող Աստծուն հաճելի կյանք ունենալ։ Դու նախ պիտի խոնարհություն ունենաս, լսել ընդունակություն ունենաս, բոլորի կարծիքը լսես եւ ոչ թե քոնը պարտադրես, ասես ես գիտեմ եւ ոնց որ ասում եմ դուք այդպես էլ պիտի անեք։ Ոչ պիտի լսես։ Նաև ծնողին է, չէ՞, ծնողն էլ այդպես պիտի։ Թե ծնողը միշտ իր զավակին պարտադրի, որ այսպես պիտի անես, որովհետև ես այսպես եմ ուզում, ինքը իր զավակին պիտի կորցնի, բայց որ իր զավակի կարծիքը լսի, իր զավակին ուզենա հասկանալ, երկուսով միասին ավելի շատ բան կփոխեն։ Եթե ոչ, այս հանդգնությունը կփոխի։ Ցավոք սրտի, այսօր աշխարհի մեջ այսպիսի կերպար ունեցող բարձրաշան հոգևորականներ շատ են, քան այն մարդիկ, ովքեր խոնարհաբար ծառայում են Քրիստոսին։ Քրիստոս ասում է. «Ինձանից սովորեք, որ հես եւ խոնարհ լինեք»։ Երկրորդ ասում է. «Չպիտի լինենք ինչպես բարկացող»։ Բարկություն ինչպիսի մեղք է։ Մահացու, ապրեք, մահացու մեղք է, ուրեմն հպարտ, նախանձ, երրորդը բարկություն, այսինքն երրորդ մահացու մեղք է։ Տեսեք, հպարտ գոռոզ մարդը միշտ բարկացող է, չէ՞ լինում։ Միշտ բարկացող։ Ինչ է սա։ Բարկություն ինչ է։ Ուրեմն բարկացող մարդը, այսինքն անխոհեմ, քայլերը չէ կատարում։ Բարկության ժամին չի գիտակցում, ինչպես է տորում իր զգացումներին, էմոցիաներին եւ լիքը սխալ բան կարող է ասել եւ շատ մարդկանց կորստյան պատճառ կարող է դառնալ։ Դրա համար ինչ է ասում Դավիթ մարգարեն, թող ձեր բարկության վրա արևը մայր չմտնի։ Այսինքն բարկությունը մարդուն զրկում է իրական գնահատական տալային երևույթին, ինչի մեջ որ դու հայտնվել ես, սիրելիներ։ Ուրեմն այդ բարկության ժամին նաև տակ գլխով դու կարող ես քո ներսի ամբողջ մաղձն ու թույնն էլ չէ թափել, այսինքն այն պահին որ մինչև այդ զսպում էիր, մի բան կար, զսպվածություն ուներ, հիմա արդեն բաց ես թողում այդ ամենը եւ ինչ կա չկա միանգամից ավերում ես ոչնչացնում ես։ Դրա համար պետք է մարդը զգուշ լինի բարկությունից, որպեսզի դրա մեջ չընկնի։ Եվ պետք է նաեւ Հիսուսից սովորել այդ հեզ եւ խոնարհ լինել։ Եվ տեսեք ինչ է ասում Հակոբոս առաքյալը, ասում է. «Իմ սիրելի եղբայրներ, իմացեք այս բանը, թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր խոսելու մեջ»։ Այսինքն մինչև լսես, հետո նոր խոսես, ծանր բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում։ Ուրեմն բարկության ժամին դու չես կարող Աստծո արդարությունը կատարել։ Բարկության ժամին դու չես կարողանում ճշմարտությունը տեսնել։ Ուրեմն դու այնքան պիտի զուս, հատկապես եպիսկոպոս այնքան չափված ձևած լինի, որ ինչ էլ խոսեն, ինչ էլ ասեն, դու հանկարծ այդ բարկության մեջ ատելության խոս, թույն չհանես քո միջից եւ ամբողջ կամուրջները այրես, որը կարող էր մինչև այդ հաշտության միջոց դառնալ։ Երրորդ ինչ է ասում, ինչպիսին չպիտի լինեք, անարգող։ Անարգողի հետ մեկտեղ սա հունարենում այս բառը նշանակում է հարբեցող։ Ամենասարսափելի բանն է, երբ որ հոգևորականը, հատկապես եպիսկոպոսը կարող է հարբեցող լինել։ Չի ասում մի խմեք։ Հիշում եք Տիմոթեոսի նամակի մեջ ասում է բավական է միայն ջուր խմես, երբեմն գինի խառնիր, գինի խմի, որպեսզի աղիքային խնդիրներ չունես։ Մեկ բաժակ խմելու մասին չի, խմելը մեղք չէ, սիրելիներ, հարբեցողությունն է մեղք։ Դու պատկերացնում ես, երբ որ տեսնեք հոգևորական, որ հարբած եղանի շուրջ մի հատ էլ գլուխ ափսե մեջ դրած քնած է, դուք պատկերացնում եք ինչ ենք լինում մենք։ Սա ամենամեծ անպատվությունն է, սիրելիներ։ Այո, սարսափելի բան է, որ հոգևորական ինքը հարբեցող լինի։ Եվ այստեղ ինչն է գինեմոլությունը, որը անարգանք է բերում քո կոչումին, այսինքն այստեղ ոչ միայն քո անձն է անպատվում, այլև քո կոչումը, քո քահանայական աստիճանն է անարգում։ Դրա համար ասում է հարբեցող չլինես։ Ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ շատ են, որ հոգևորականները աշխարհականն հետ հավասար խմում են, հարբում են։ Հարբեցող մարդը հիմա կտեսնենք ինչ է լինում, հաջորդ ասում է կռվարար չլինեն։ Ո՞վ է կռվարար մարդը։ Բարկացող եւ հարբեցող մարդն է, չէ՞ կռվարար լինում։ Երբ որ խմում է, լիքը բան հիշում է, սկսում է կռիվ անել։ Մենք էլ ասում ենք դե խմած է ոչինչ, չէ, խմած էր, զգոնությունը թույլատրեց, մեջի եղած մաղձը դուրս է հանում։ Ասում ենք խմած մարդու մի նեղացիր, չպետք է նեղանաս, որովհետև խմած մարդու մեջ կուտակված չարությունն ու բարկությունը կամ նախանձն է, որ սկսում է խել չի կարողանում զսպել, սկսում է խոսել։
Իսկ դուք պատկերացնում եք, եթե հոգևորականը կռվարար լինի, այսինքն բոլորի հետ կռվի, վիճի, անիմաստ վեճերի մեջ մտնի, հետո անշնորհ բառեր ասի, տեսեք ինչքան վտանգավոր է, ինչպիսին չպիտի լինես, որպեսզի մարդկանց կորստյան պատճառ չդառնաս։ Եվ կռվարար մարդը նաև ինչ է անում, շնորհազուրկ է դառնում։ Ինքը զրկում է Աստծո բոլոր շնորհներից։ Վերջ, ինքը այլևս ոչ մի բան չունի։ Ոնց որ Ադամն ու Եվան մեղքի պատճառով մերկացան, կռվարար մարդը մերկանում է Աստծո շնորհներից։ Որովհետև քո մեջի թե բարկությունը, թե հարբեցողության այս մեղքը դուրս է գալիս եւ ընկնում է աշխարհի մեջ։ Մյուսը ասում է թող չլինի շահամոլ, շահասեր։ Ամենամեծ վտանգը, որ թե աշխարհիկ, թե հոգևոր մարդկանց կործանում է, դա դրամն է։ Մարդ բառը, որ հետևից կարդում ենք, ինչ է լինում, դրամ։ Այսինքն որ մարդը ինք իրեն դրամ է դարձնում, փողի աշխատելու, փողը հեշտությամբ ունենալու, եւ նաեւ խաղամոլ է դառնում մարդը, հոգևորականն էլ կարող է խաղամոլ դառնալ։ Խաղալ փողի հետ։ Երբ որ փողը վերցնում ես քո ձեռքի մեջ, ինքը շատ բան է, չէ՞, ուժ է տալիս քեզ, վստահություն է տալիս քեզ, մեղքեր գործելու այսպես համարձակություն է տալիս։ Երբ որ մարդիկ երբ են սկսում տղամարդիկ հատկապես մեղքեր շատ գործել շնության մեջ, խաղամոլության, երբ որ շատ փող են սկսում աշխատել, որպեսզի բարիքի համար օգտագործեն, իրենց տունը կառուցեն, իրենց ընտանեկան կյանքը ավելի ջերմ դարձնեն, այդ միջոցը օգտագործում են մեղքի համար։ Եվ երբ են գնում սկսում են իրենց կանանց դավաճան, արդեն շատ փող ունեն, կարող են գնալ փողով մեկին մարմնավաճառին վարձել ու շնանալ նրա հետ։ Որում տեսեք այս դրամը ինչ անում, որ մարդուն կարող է կործանել եւ շատերը հենց սրա պատճառով կործանում։ Հիսուսը էլ ինչ ասաց, մարդ չի կարող երկու տերերի ծառայել, չէ՞, համ փողին, մամոնային, համ Աստծուն, կամ պիտի սրան սիրես, սրան ատես, կամ հակառակը, պիտի երբ որ փողը սիրեցիր, Տիրոջը պիտի ատես։ Եվ աշխարհի այս ամբողջ կռիվները ինչի համար է, այս դրամի համար, շահի համար, շատ ունենալու համար է այս։ Եվ մարդ երբ որ չի բավականում այդ քչի մեջ կարողանում ապրել, ինքը դառնում է դրամի ծառան, եւ դրամներ իրեն ծառայեցնում է։ Հուդան ինքը կարիք ուներ այդ 30 արծաթի։ Չուներ, ինքը ընդհանրապես իր այդ գանձանակի մեջ 300-ը կար, ինքը 30-ի կարիքը չուներ։ 30 արծաթի պետք չունի, բայց քանի որ ինքը դրամասեր էր, արծաթասեր էր, ինչպես ասում ենք աղոթքի մեջ, արծաթասիրության պատճառով եւ եկավ ինքը գող դարձավ, իսկ գողության պատճառով էլ Հիսուսին մատնեց։ Ուրեմն մեղքն էլ այդպես կամած գալիս է մեր մեջ, մեզ օգտագործում է, իր նման է դարձնում, եւ այս պատճառով էլ որ եկեղեցիները Աստծո օրհնությունից զրկված են։ Երբ որ հոգևորականները շահամոլ են, շահասեր են, իրենց պատճառով եկեղեցին, թե քարերեն շինությունը, թե ժողովուրդը զրկվում է օրհնությունից։ Ուրեմն այսինքն շահամոլ հոգևորականը ոչ միայն իրեն է զրկում երկնքի արքայությունից, այլև իրեն վստահված մարդկանց է զրկում Տիրոջ օրհնությունից։ Տեսեք ինչքան վտանգավոր էր, ինչ մեղքեր թվարկեց։ Ես սրա հետ մեկտեղ այստեղ չկա, ես նաև կարող ասեմ, որ հայոյող չպիտի լինի հոգևորականը։ Երբ որ հոգևորական բենից անշնորհ բառեր են դուրս գալիս, հայոյում են, քո աղոթքը այլևս լսելի չի։ Ցավոք սրտի, բոլոր եկեղեցիներում լիքն են հայոյող հոգևորականներ, որ աղոթքից ավելի շատ հայոյում են։ Եվ կարևոր չի ինչ բառեր են ասում։ Ամեն անշնորհ բառը քո աղոթքը կանգնեցնում է կես ճանապարհին, դու այլևս չես կարող Տիրոջ հետ խոսել եւ զրուցել։ Դրա համար Պետրոս Արաքյալը շատ գեղեցիկ մի հատված ունի իր ընթանրական առաջին նամակի մեջ, ասում է. ես էլ ձերպես լինելով, ասում է, Աստծո հոտ ինչպես մենք պետք է առաջնորդենք, ասում է, ոչ թե շահախնդրությամբ, այսինքն ոչ թե շահով քարոզեք մարդկանց, այլ հոժարությամբ, ոչ թե տիրելով նրանց, որ բաժին ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպես երբ հովապետը երևա, փառքի անթառամ պսակը ընդունենք։ Այսինքն Աստծո ժողովրդին ենք, ոչ թե շահախնդրությամբ, այսինքն ես ձեզանից շահ չպետք է փնտրեմ եւ իրավունք չունեմ շահ փնտրել, ես հոժարությամբ սիրով եմ անում, ես Աստծուն եմ ծառայում եւ ուզում եմ որ Տիրոջ սերը բոլորին հասան լինի, որովհետեւ երբ որ հովապետը գա Հիսուս, ինձ անթառամ պսակ պիտի տա։ Եվ եթե չանեմ, ես ամոթով պիտի մնամ, պիտի ասի գնա, ես քեզ չեմ ճանաչում։ Ուրեմն ամբողջ մեր նպատակը այս կյանքի մեջ ինչպիսին չպիտի լինել։ Սա արդեն ոչ միայն եպիսկոպոսին էր վերաբերում, այլև բոլոր հոգևորականներին եւ բոլոր քրիստոնյաներին։ Հիմա արդեն 8-րդ համարի մեջ, որտեղ Պողոս Արաքելյանը թե ինչպիսին պիտի լինի, թե հոգևորականը, թե հավատացյալը, այլ լինի հյուրասեր, բարեսեր, խոնար, արդար, սուրբ եւ ժուշկալ։
Ուրեմն այնտեղ թվարկեց ինչպիսին չպիտի լինենք, հիմա ասում է ինչպիսին պիտի լինենք։ Առաջին պայմանը որն է, հյուրասեր։ Այսօր մարդը հյուրասեր չի արդեն, սիրելիներ։ Կամած մենք այդ հյուրասիրության, այդ ամենամեծ առաքելություններից մեկն է հյուրասիրությունը, ինչպես Եվրայց նամակի մեջ ասում է, ոմանք չիմանալով հյուրասիրության միջոցով Աստծուն իրենց տուն ընդունեցին։ Հյուրը Աստծո մարդն է։ Ցանկացած մարդ, երբ որ քո տան դուռը թակում է, իմացեք Աստծուց է, որ հյուր է եկել քեզ։ Դրա համար հայտնի ասած, բժշկի դուռը երբեք փակ չպիտի լինի, քահանայի դուռը միշտ բաց պիտի լինի։ Ուրեմն քահանան միշտ հյուրասեր պիտի լինի, որովհետև հյուրասիրության միջոցով նաև դու ողորմություն տալով կարևոր չի։ Ասում եմ մի մոռացեք օտարասիրություն, այսինքն այն ժամանակ շատ են, չէ՞, մարդիկ օտարներ, որ գալիս են տարբեր տեղերից, այն ժամանակ հյուրանոցներ չկային, գալիս են մարդկանց տուն, մենք ընդունում ենք։ Տեսեք, երբ որ Աստվածամայրը հայր Հոսեփ հետ եկան Բեթլեհեմ, նրանց տեղ տվեցին, ոչ մեկ հյուրասիրությամբ, օտարասիրությամբ դուր չբացեց նրանց համար, ասում է Իջևանում տեղ չկար, ոչ մի տեղ չկար եւ ստիպված գնաց աշխարհի փրկիչը անաստագոմում ծնվեց։ Փակեցին մարդիկ այդ, տեսեք Աստված կարող էր ցանկացած մեկի տանը ծնվել, բայց մարդիկ հրաժարվեցին, սիրելիներ։ Եվ դրա համար ասում է պետք է լինես հյուրասեր, որպեսզի Աստծուն միշտ քո տան մեջ ընդունես։ Եվ հայրերից մեկն էլ ասում է, երբ որ դու ուտելիք ես ուտում, քո սեղանը պիտի զարդարես, նստես հաց ուտես, աղքատի բաժինը միշտ հանիր, որպեսզի Տերը քո սեղանին քեզ հետ մասնակից լինի քո ընթրիքին կամ քո ճաշին, որ դու ընտանիքով ուտում ես։ Այսքան կարևոր հյուրասիրություն, աղքատի բաժինը միշտ պիտի հանես։ Մի օր Մակար մեծը, եկեղեցիս նշանավոր սուրբը, հիվանդ էր, սիրելիներ, եւ եղբայրներից մեկը նրա համար մի ափսե խաղող է բերում։ Եվ սուրբը Երանելին ասում է, ես ոչինչ կարող եմ առանց սրա ապրել, տարեք ասում են եղբայրը, որ ավելի հիվանդ է։ Եվ երեկոյան այդ նույն ափսեն առանց մի հատիկ պակաս վերադառնում է իրեն։ Այսինքն բոլորը մեկը մյուսի մասին էին մտածում, որ մյուսը ավելի կարևոր է ուտի, քան ես։ Երկրորդ ասում է թող լինի բարեսեր, այսինքն բարին սիրող։ Այն ինչ որ թվարկեցինք, հանդուգն, կռվարար, հարբեցող, հայո, խաղամոլ, շահամոլ, այս ամենը չարիք են, այսինքն ինչ որ բարի է, դա դու պիտի սիրես։ Ինչը որ Աստծո բարիքին է ծառայում, ինչը որ մարդկանց փրկության համար է, դա պիտի սիրես եւ քո կյանքի մեջ լինես։ Եվ բարին նաեւ որպեսզի դու քո կյանքով օրինակ լինես։ Քո բարի, հիշում եք Տիմոթեոսին, ասում է օրինակ եղիր քո խոսքով, քո գործով, քո վարքով։ Այսինքն այս ամենով օրինակ եղիր եւ ցույց տուր, որ բարին սիրելով ինչքան կարեւոր գործ ես անում։ Օրինակ մարդիկ կան, որ լավ բան չունեն, ասում են դա թուլություն է։ Բարությունը երբեք թուլություն չէ, սիրներ։ Բարի կարող է լինել այն մարդը, ով ճանաչում է Հիսուս Քրիստոսին։ Բարի կարող է լինել այն մարդը, ով կարող է իր մի կտոր հացը ինքը սոված մնալ, բայց տալ մեկ ուրիշին, որ այդ մեկը կշտանա։ Բարին նա է, ով գիտի թե ինչի համար է ապրում այս աշխարհի մեջ։ Եթե չգիտես, ուրեմն դու չես կարող ոչ բարիքը հասկանալ, ոչ էլ բարիքը սիրել։ Մյուս ասում է թող լինի խոհեմ կամ ավելի այսօրվա լեզվով ասած զուսպ, չափված ձևած պետք է լինես։ Ուրեմն իմաստուն տնտեսի պես պիտի լինես, որպեսզի կռվազան չլինես, հարբեցող չլինես, բամբասող չլինես, ուրիշներին լսել եւ հոգ տանել կարողանաս, եւ քո խոսքի մեջ զուսպ լինես, չափավոր, ինչպես որ առաքյալն ասում, լսելու մեջ ծանր եղեք, խոսելու մեջ ներողություն, ծանր եղեք, լսելու մեջ արագ։ Այսինքն դու պետք է այնպես խոսք խոսես կամ շտապ այնպեսի բան չասես, որ գայթակղության պատճառ դառնա։ Երբեմն շատ հաճախ մենք մոռանում ենք արագ-արագ մի բան ասում ենք այդ պահին, չանդրադառնում որ կարող է քո խոսքը այլ կերպ հասկանան, այլ կերպ մեկնաբանեն։ Մեր այդ զուշնի պատճառով մենք շատ հաճախ ընկնում ենք ուրիշ գայթակղությունների մեղքերի մեջ։ Այլ կարողանաս զսպել քո անձը եւ քո արարքները։ Այսինքն երբեմն երբ որ դու սոված ես, պիտի քեզ զսպես։ Չպիտի ցույց տաս, որ դու սոված ես։ Քո արարքները պիտի զսպես, եթե գիտես այդ քո արարքը կարող է շատ-շատերի կործանման պատճառ դառնալ։ Մյուս ասում է պետք է լինի արդար։ Ինչ ասել է արդար լինել, սիրելիներ։ Մենք երբ ենք արդար։ Երբ որ մարդիկ մեզ նայում են, չէ՞։ Օրինակ, ես երբ պիտի արդար լինեմ, որտեղ ինձ բոլորը տեսնում են, չէ՞։ Բայց սրան այստեղ այս խոսքը Պողոս արագ դու արդար լինես, երբ որ ոչ ոք չկա, դու ես եւ Աստված է։ Այդ հարաբերության մեջ պիտի արդար լինես։ Աստծո երկյուղը ազնվությամբ պիտի կրես քո մեջ, ոչ թե մարդկանց ցույց տալու համար, եւ բոլոր մարդկանց պիտի կարողանաս սիրել։
Սա է Աստծո արդարությունը։ Եթե դու չկարողացար ինքդ քեզ, եթե դու մենակ ես, միայնակ ես, այդտեղ էլ քեզ հետ արդար լինես, ուրեմն դու կեղծավորության մեջ պիտի հայտնվես։ Մեր արդարությունը մենք շատ հաճախ գործի ենք դնում, երբ որ պետք է որ մարդիկ մեզ տեսնեն, գովաբանեն, խոսեն, կամ ցույց ենք տալիս մարդկանց, որ մենք այդպիսին ենք, բայց դու ինքդ երբ որ դու մենակ ես, այդ ժամանակ եւ ոչ թե շահով պիտի գործես, այլ սիրով եւ հոգատարությամբ։ Շատ հաճախ ինչու է այստեղ ասում, օրինակի համար, երբ որ Բարձրաստիճան եպիսկոպոսը տեսնում է աղքատ մարդ է, ասում է զբաղված եմ տանը չեմ, ասեք ժամանակ չկա, բայց երբ որ մեծ հարուստ բարերար է, շտապ ինքն է դուրս գալիս դիմավորելու, այսինքն շահով է ապրում։ Կամ երբ որ աղքատը գալիս է մկրտվել ինքը ոչինչ չունի ակնկալելու, իրանք չուզենալով են անում այդ ամենը։ Սա բոլորին, նույնն է նաև դուք։ Եթե որևէ մեկը ձեր տունը հյուր է գալիս, չուզենալով հաց եք դնում, մի դրեք։ Երբ որ դուռը պիտի բացեք տհաճությամբ, մի բացեք այդ դուռը։ Երբ որ կեղծ պիտի ժպտակ այդ մարդուն, որ եկել է, վայ բարով ես եկել, ինչքան ժամանակ, բայց ներսումդ համաձայն չես իր գալու հետ, մի բացեք այդ դուռը։ Դրա համար շահով չպիտի առաջնորդվես, այլ սիրով ու հոգատարությամբ։ Սա է արդարությունը, երբ որ դու սեր եւ հոգատարություն ես դնում քո կյանքի մեջ։ Մյուսը ասում է պետք է լինի սուրբ։ Ուրեմն սուրբը ամեն ժամանակ, այսինքն մաքուր կյանք պիտի ունես բոլոր ժամանակներում։ Այնտեղ որտեղ քեզ չեն ճանաչում, այնտեղ էլ սուրբ պիտի լինես։ Եթե այս քաղաքի մեջ ենք, մեզ բոլորը ճանաչում են, մենք սուրբ ենք, գնում ենք ուրիշ քաղաք, ինչ ուզում անում ենք։ Օրինակի համար Պարսկաստանից երբ որ պարսիկ ժողովուրդը գալիս են, գիտեք, իրենք կանայք անպայման գլխաշորով են ման գալիս, սահման անցնում են, հանում են, այդ շորերը հանում են, կիսաբաց ման են գալիս։ Այսինքն վախը, որ կարող ես պատժվել, այնտեղ նույնիսկ կարող ես մահապատժի ենթարկել, վախից հագնում ես, երբ որ դու արդեն քո երկրում չես, քո իրական դեմքը ցույց ես տալիս։ Այսինքն դու ամեն տեղ որտեղ որ լինես, դու միշտ հիշի որ Աստված նայում է քեզ։ Աստծո աչքը ամենտեղ քո վրա է։ Ուր ուզում ես գնա, Աստված քեզ տեսնում է։ Ինչ միջավայրում ուզում ես լինել, Աստված այնտեղ ներկա է, դու չես կարող։ Այդ ժամանակը պետք է որ մենք սուրբ լինենք։ Եվ վերջին ինչպիսին պիտի լինենք, ասում է ժուշկալ։ Ժուշկալը գիտեք, չափավոր։ Նախ առաջին այստեղ ուտելիքի մեջ։ Ուտելու մեջ պետք է ժուշկալ լինես։ Հագնելու մեջ պետք է ժուշկալ լինես։ Ծախսելու մեջ պետք է ժուշկալ լինես։ Ձերքի տնկածը մի անգամից այսպես աչ ու ձախ չծախսես ինչ ուզես առնես, վաղը ոչինչ չունենաս ունենալ։ Եվ սա ոչ թե ցուցադրաբար պիտի անես, այլ այսինքն քո կյանքի մի մասը, ժուշկալությունը, առաքելությունը։ Որ մեղքն է այնտեղ 7 մահացու մեղքից որն է ժուշկալը։ Չէ, տեսեք, հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն եւ որկրամոլություն, շատակերություն։ Մահացու մեղքը, ուրեմն սրա զուգահեռը առաքելությունը ժուշկալությունն է։ Որտեւ ուտելիքից էլ է շատ մեղքեր ծնվում, չէ՞, շատ կերած մարդիկ սկսում են չար մտածումներ ունենալ, սեռական ցանկություններ ունենալ, չարությամբ լցվել, ուրիշների մասին միշտ վատը մտածել, երբ որ քիչ ես ուտում, այդ պահքը ինչի համար է դրված, որպեսզի զսպես քեզ, երբ որ օրգանիզմդ քո մարմինը պարար տանում է, ինքը ինչ ուզում, մեղք է ուզում գործել։ Երբ են մարդիկ ուզում հատկապես շնության մեղքի մեջ հայտնվել, երբ որ ուտում խմում են։ Մի հատ էլ չեթանք, այսպես է։ Երբ են սկսում հայոյել, երբ որ սեղանի շուտ արդեն խմած է մի քիչ քեֆներ անում, հիշում են մի բան, արա հիշեցիր, սրա կնոջը, սրա էս, ու սկսում է ամբողջ մի պատմություն։ Ուրեմն այս ժուշկալությունից կախված է նաև, թե ինչպիսին կլինես իրականում դու։ Ոնց կարող ես քեզ եսից, եթե դու ուտելիքի մեջ զսպել քեզ սովորեցի, այսինքն քեզ չափավորություն սովորեցրեցիր, դու նաև կարող ես մեղքի հանդեպ զուստ լինել։ Մեղք այլևս չի կարող քեզ վրա իշխել։ Դրա համար շատ կարևոր է այս հասկանալ այս տողերը, թե ինչի համար է Պողոս Սարաքյալը այս ամենը թվարկում, որ մենք լինենք։ Հիմա 9-րդ համարի մեջ ասում է ամուր կապված վարդապետության հավատի խոսքին, որպեսզի կարողանա հորդորել ողջամիտ վարդապետությամբ եւ կշտամբել հակառակորդներին։ Ուրեմն հոգեվորականը եւ նաեւ քրիստոնյան, հատկապես այստեղ հոգեվորականի մասին, ինքը պետք է հաստատուն լինի այն ինչ որ սովորել է իր հավատքի կյանքը, ինչպես պետք է ապրի, ինչպես պիտի սովորեցնի եւ այն պետք է փոխանցի մյուսներին։ Ուրեմն հաստատուն պետք է լինես հատկապես վարդապետության մեջ, այսինքն ճշմարիտ հավատքի կյանքը ինչպես պիտի ապրես։ Հաստատուն պիտի մնաս։ Այսինքն հիշում եք Պետրոս Սարաքյալը, օրինակ, երբ որ Պողոս Սարաքյալը գաղատացնի նամակի մեջ ասում է, երբ որ Պետրոսը, երբ որ հրեական միջայց մարդ չկար, հեթանոսներդ ուտում էր,
Երբ որ եկան, հրաժարվեց հետ, ասես մեզ նրան հանդիպեց, ասես ինչու ես կեղծավորություն անում։ Այսինքն սա այն է, որ դու քո հավատքը, երբ որ դու հավատում ես, այս հավատքի կրողն ես, չլինի որ աշխարհասեր, մեղավոր մարդկանց հետ չափավորությունդ կորցնես, բայց եկեղեցու մեջ շատ զգաստ խիստ լինես։ Այդպես չի լինում։ Հավատքի կյանքդ ամենուր նույնը պիտի լինի։ Նույն հավատքը սկզբունքները պիտի պահես։ Չլինի որ ընկերների մոտ խմես, ուրիշների մոտ չխմես։ Ընկերների մոտ ասես ես սուրբ գիրք եմ կարդում, բայց նրանց մոտ ասես որ չեմ կարդում, ժամանակ չունեմ։ Հավատքի կյանքի ամեն տարից բառից է կախված, թե ինչ որակ կունենա քո հոգևոր կյանքը։ Եվ այդ վարդապետությունը ինչպիսին պիտի պահի, որովհետև սա մերը չէ, սա փոխանցվել է մեզ առաքյալներից։ Առաքյալներն են մեզ փոխանցել այդ հավատքը, Թադեոս, Բարտողոմեոս առաքյալները եկել են, մեզ հաստատել են քրիստոնյա կյանքի մեջ, մենք դա ենք պահում, այդ փոխանցված վարդապետությունը, որը Սուրբ գրքի միջոցով է։ Ուրեմն քրիստոնեական հավատքը մեզ ճշմարտությամբ է տրվել, այսինքն ես չեմ կարող ինքս ինձանից ինչ որ բան ասել, սա ճիշտ է, սա սխալ է, կամ սա անեմ, կամ սա չանեմ։ Եթե հանձն ես ապրել այս ավետարանը, այս Աստվածաշունչ գիրքը, ուրեմն սա պիտի ապրես, ոչ թե քո ցանկությամբ, այլ ինչպես Տերն է ցանկանում։ Ոչ թե ինչպիսի քրիստոնյա ես դու ուզում լինել, այլ ինչպիսին Տերն է ուզում, որ դու լինես։ Ցավոք սրտի, այսօր մարդը ինչ անում, սիրելիներ, ինքը փորձում է ոչ թե ինքը հարմարվել քրիստոնեական հավատքին, այլ քրիստոնեական հավատքն է ուզում հարմարեցնել իր կենցաղին։ Ուզում է այնպիսի կենցաղ, որ համ քրիստոնեությանը չխանգարի, համ էլ մի քիչ ազատ լինի, համ էլ մեղքեր կարողանա գործել։ Տեսեք։ Հիմա երբ որ ասում ես պահք, շատերն ասում են այդ ցավը տանեմ 21-րդ դարում ինչ պահք։ 21-րդ դարում ինչ Աստվածաշունչ կարդալ, ինչ աղոթել, ինչ ծնկի իջնել։ Իրենց համար հավատքը կաս, շնորհակալ ենք։ Երբ որ գալիս են մկրտության, ասում եմ, ինչու եք ուզում մկրտվել։ Ասում եմ, դե քրիստոնյա ենք դրա համար։ Ասում եմ, եթե քրիստոնյա ես 30, 40, 50 տարի, ինչու չես մկրտվել։ Ասում եմ, ժամանակ չի եղել։ Ասում եմ, բա հիմա ինչ ես եկել։ Որովհետև երեխեդ բանակ պիտի գնա, որովհետև տանը խնդիր ունես, հիվանդություն ունես, եկել ես ասում ասես ինչ կարաս ինձ համար արա։ Եթե դու քեզ քրիստոնյա ես համարում, ինչու չես մկրտվել։ Ինչու չես այս գիրքը երբևէ կյանքիդ մեջ բացել, եթե դու քրիստոնյա ես։ Ուրեմն սա է խնդիրը մեր կյանքի մեջ, որ մենք փորձում ենք հարմարեցնել եւ նաև պետք է մի կարևոր բան ասել, որ քրիստոնեական այս հավատքը վարդապետությունը մեր իմ սեփականությունը չէ, սա Քրիստոսինն է։ Ես չեմ կարող իմ սեփականության նախաձեռնությամբ պատարակ էստեղից կրճատել, ընտեղ ավելացնել, ոնց որ կա փոխանցված, դա Աստծունն է, դու պիտի փոխանցես իրեն։ Մենք ինչ ենք աղոթում պատարակի ժամանակ։ Առաջին ինչ ենք ասում, վասնները, վասն աշխարհի խաղաղության համար, չէ՞։ Երկրորդն ասում ենք վասն եպիսկոպոս ուղղափառ, որ իրենց հավատք ուղղափառ պահեն։ Հետո կաթողիկոսն որ կյանք ունենա, ուղիղ եւ ճշմարիտ կյանք ունենա, այսինքն ամբասիր կյանք ապրի, վարդապետների, քահանաների, սարգսակների, ժողովրդի, հանգուցյալ հոգիների, հիվանդների, մենք բոլորի համար աղոթում ենք, բայց ամենագլխավորը ուղղափառ հավատքը պահելու համար է, որ քո հավատքը մաքուր ու անարատ մնա, ինչը որ փոխանցվել է, դա կարողանաս պահել քո կյանքի մեջ։ Եվ վերջապես պետք է մաքրությամբ նաև փոխանցել, որտեղ Տիրոջից է։ Ես ինչ որ ձեզ փոխանցում եմ, սա իմը չէ, սա Տիրոջն է։ Ես ուզում եմ որ դուք Տիրոջը իմանաք ինչպիսին է, որ այստեղ ինչ ասում, որ կարողանաս լրացնել չարախոսներին եւ հաստատել ճշմարտություն։ Երկու պայման է այստեղ, ուղիղ ուսուցումով հորդորել ուրիշներին, այսինքն հույս տալ նրանց հոգևոր կյանքը զարգացնել, այսինքն սա է իմացությունը հոգևոր կյանքի եւ հանդիմանել հակառակորդներին, այնպես խոսել անհավատների հետ, որ նրանք դարձ ունենան, զղջան եւ իրենց մեղքերից վերադառնան։ Այսինքն քո խոսքը այնքան հոգևոր լինի, քո կյանքը այնքան հոգևոր, որ մարդը քեզ լսի, իր սխալը հասկանա, դարձ ունենա իր կյանքի մեջ, ոչ թե ասա, այս ինչա խոսում։ Հասկանում եք, որովհետեւ շատ հաճախ ես ձեզ պատմեմ, օրինակ սովետական շրջանում, երբ որ եկեղեցին հալածում էր, ճեմարանը փակել էին հոգևորական, ում պատահում էր քահանային ձեռնատ, որովհետև կարիք կար, որ սև շոր հագնող մարդն էր, բայց սրանից որակը կորցրեցինք։ Եվ սրանք եկան ինչ անելու, հաջորդ համարի մեջ ասում են, նրանք շայի համար եկան ծառայելու, փողի համար եկան ծառայելու, ոչ թե ավետարանը քարոզելու համար։ Մեր կյանքը միայն ծիսակատարություն չի սիրնի, որ գնանք պատարակի, մկրտության, թաղման, պսակի ու վերջ մեր կյանքը վերջնա։
ամեն ինչից այս ասանք բոլորը միջոց են հոգևոր կյանքը տեսանելի զգալի ապրումներ ունենալու համար, բայց հոգևոր կյանք առաջնորդին կենթանի հավատք է ավետարանի խոսքով։ Ծեսը մեզի հոգնեցնում, օրինակ դժվար է, չէ՞, 2 ժամ պատարակ կանգնել։ Հոգնում ենք, ցավում է, խնդիրներ կան։ Եթե մենակ պատարակի համար գաս ու հոգևոր խոսք չլսես, դու պատարակից էլ կձանձրանաս, քո սերը կկարճանա։ Այլև այն նույն ջերմերանդությունը չի, դրա համար պետք է լսես, Աստծո խոսքը հասկանաս, որ ապրես գնաս այդ պատարակի միջոցով քո սերը արտահայտես Աստծուն։ Ինչու են մենք ամբողջ պատարակը երգեցողություն։ Երբ է մարդը երգում, ում համար է երգում։ Իր սիրելի համար է, չէ՞, երգում։ Գնում է պատուհանի տակ կանգնում է, իր սերը երգով խոստովանում է։ Այսինքն ամենալավ ձևը քո սիրո երգով փառաբանելն է այդ սերը։ Պատարակ այդ սիրո փառաբանությունն է, այսինքն դու քո հոգևոր կյանքի մեջ այնքան ես լցվել, որ ուզում ես փառաբանես, որ ուզում ես խոսել, երգով հայտնել քո սերը, որ Տերը զգա դու ինչպիսի զգացողություն ունես։ Եվ այսօրվա վերջին համարը շատ կարևոր, ասում է, նրանց բերանը պետք է փակել, նրանք կործանում են բոլոր ընտանիքներ եւ շահասիրության համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ չպետք է ուսուցանեին։ Տեսեք, ինչ բառ է ստեղ օգտագործում, ասում է անհնազանդ։ Անհնազանդ 10-րդ համար ներողություն սխալ եմ կարդացի։ Քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախոսներ, մոլորեցնողներ, մանավանդ եթե հրեությունից դարձածներ են։ Ուրեմն, այսինքն անհնազանդ մարդիկ բոլոր ժամանակներում եղել են սիրներ, ուրեմն ովքեր դեմ էին առաքյալների բերած վարդապետությանը։ Սրանք անհնազանդ մարդիկ են, որ արտաքինից ցույց են տալիս, որ իրենք ճշմարիտ քրիստոնյա են, բայց ներքուստ ապստամբ են։ Օրինակ շատ հաճախ հավատացյալներ կան, գալիս են եկեղեցի, ցույց են խոնար են, բայց քահանա հետ համաձայն չեն ինչ որ ինքը ասում է։ Իրենք կհամոզեն են քահանաս լավ գիտեն այդ ամեն ինչը։ Սա անհնազանդություն է։ Նույնը կարող է քահանան ավելի բարձր, եպիսկոպոսն էլ կաթողիկոսին։ Ուրեմն անհնազանդությունը բաժանում է բերում սիրելիներ։ Դրա համար առաջին բանը, որ մարդը պետք է ունենա հնազանդություն այդ հավատքի վարդապետությանը, ճշմարտությունը պահելու։ Մենք օրենքների պահելով չէ որ պիտի փրկվենք։ Մենք Քրիստոսի սիրով ու շնորհով ենք փրկվելու։ Պողոս առաքյալը մեկ ասում է օրենքով, եթե մեկ բան խախտես, ամբողջ օրենքի դիմաց ես պատասխանատու։ Իսկ այս աշխարհում կա որ բոլոր օրենքները կարող է պահել մարդ։ Չկա։ Մենք շնորհով ենք փրկված, Աստծո շնորհով։ Իսկ շնորհը նշանակում առաջնորդին սեր եւ խաղաղություն ունել Աստծո եւ քո նմանի հետ։ Դրա համար որ դու անհնազանդություն ես փորձում բերել, որ այստեղ էսա գրածը ճիշտ չէ, այսպես չէ, այնպես չի, տեսեք պահողներ, չէ՞։ Շատ հաճախ պահողները չպահողների մեղադրում են, որ իրենք պահք են պահում, իրենք ավելի լավն են, քան չպահողները։ Իսկ ով ասեց։ Դու կարող ես պահք պահես, կենթանում միշտ չուտես, բայց ամեն օր մարդու միս ուտես, բամբասելով, չարախոսելով, հայոյելով։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է, թող ուտողը չուտողին չմեղադրի, չուտողն է թող ուտողին չմեղադրի։ Ուտելիքը չի որ պղծում է մեզ։ Հիսուս մեն ինչ որ դուք ուտում եք, դա ձեզ չի պղծում, ինչ որ դուրս է գալիս ձեր բերանից, դա է ձեզ պղծում, դա գալիս է ձեր սրտի ավելցուկից։ Երկրորդ ասում է դատարկախոս։ Կան մարդիկ, չէ՞ որ անդադար խոսում են, բայց բան չկա իրենց ասածի մեջ, բովանդակություն չկա, անիմաստ զրուցում, ժամերով կարող են խոսել։ Ուրեմն հոգևոր կյանքի մեջ էլ, օրինակ կա, չէ՞, հոգևորական, կարող է մի հատ քարոզ խոսի, բան չասես, էս ինչ ասեց։ Ինչ է խոսում։ Հա, որովհետև չգիտի։ Այսինքն գիրքը դու անգիր կարող ես անել, բայց երբ որ այդ ամենը գիրքը քո կյանքի մեջով չի անցել, դու դատարկախոս ես։ Պողոս առաքյալը ինչ ասում, եթե ամբողջ աշխարհը շահեմ, բայց սեր չունենամ, ոչինչ է։ Ծանծղայ ձեն կհանեմ, եթե սեր չունենամ։ Ուրեմն երբ որ դու սիրուց խոսում ես, այդ սերը դու պիտի ապրես։ Երբ որ դու Քրիստոսի մարմին անունը ճաշակում ես, դու պիտի Քրիստոսի ներկայացնես ամբողջ մարմնիդ բոլոր բջիջներով զգաս, որ հենց պայն Քրիստոս քո մեջով անցավ։ Բայց եթե դու այդ զգացողությունը չես ունեցել, դու ոնց կարող ես դրա քաղցրության մասին խոսել։ Եթե օրինակ մեկը չի ամուսնացել, ինքը ինչ գիտի ընտանեկան կյանքի ինչ է, չէ՞, դու կարող ես գեղեցիկ խոսել, բայց դու չես եղել դրա մեջ, չգիտես դա ինչ բան է։ Երբ որ դու չես աղոթել, դու ոնց կարող ես աղոթքի զորության մասին խոսել։ Երբ որ դու Քրիստոսին չես զգացել, դու ոնց ես դիմացին փորձում համոզել, որ այսպիսի զգացողություն կա կարող ես ունենալ։ Դրա համար մենք դառնում ենք դատարկախոս, իսկ դատարկախոսությունը բազում մեղքեր է բերում։ Հիմա տեսեք, երրորդ ասում է մոլորեցնողներ։
Ուրեմն այս մոլորեցնողները խոսքը հատկապես հրեայությունից դարձածների մասին էր, սիրելիներ, որովհետև հիշում եք ինչ էին սրանք պայման դրում, ասում են ճիշտ է դուք Քրիստոսին հավատացել եք, մկրտվել եք, բայց փրկվելու համար պիտի թլպատվեք, Մովսեսի օրենքները պահեք, որ կարողանաք կատարյալ լինել։ Ինչու է ստողերը նորից գրել Պողոս առաքյալը։ Չէ՞ որ առաջին այդ առաքելական ժողովը գումարում է հենց հատուկ այս հարցի համար, որ նոր դարձ եկող մարդը թլպատվելու կարիք չունի, կարևորը նոր մարդ դառնա Քրիստոսով։ Բայց նորից մարդիկ գալիս էին, մոլորեցնում են այս մարդկանց։ Դրա համար ասում է, պետք է սրանցից զգույշ լինենք։ Սրանք ներքուստ արտաքինից ցույց են տվել խոնարհ քրիստոնյան, բայց ներքուստ այդպեսին չէին։ Իրականում նրանք ապստամբողներ էին ու հակառակորդներ էին, եւ սրանց ամբողջ նպատակը մարդկանց ավետարանի ճշմարտություն շեղերներ եւ չէին ընդունում նաեւ եկեղեցու առաջնորդներին։ Չէին ընդունում։ Պողոս առաքյալի նամակների մեջ տեսանք, որ ասում է, այսինչը հնազանդ եղավ, թողեց, աշխարհը սիրեց, այսինքն ամեն բան ցույց են տվել քրիստոնյան, բայց իրանք իրականում ներս են սպրտել, որպեսզի այդ ամենը քանդեն։ Ինչպես այսօր շատ հաճախ եկեղեցին լիքը մարդ կա, հոգևորական, քահանա, եպիսկոպոս, այս մյուս որ սրանց նպատակը քանդելն է, ոչ թե շենացնելն է։ Եկեղեցին իրենց պետքերին ծառայեցնել, իրենց շահը այնտեղից փնտրելն է։ Հիմա հաջորդ համարի մեջ արդեն դրա մասին ասում, որովհետև ասում են նրանց բերանները պետք է փակել, նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլության համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ չպետք է ուսուցանեին։ Ասում է դրանց բերանները պիտի փակել, այսինքն պապանձեցնել։ Այն մարդիկ, ովքեր այս անհնազանդության, դատարկախոսության մոլորեցնողի մեջ նաև հասկացեք, որ կեղծ մտքեր են տալիս։ Օրինակ սատանան Եվային ասեց, չեք մեռնի, դու կեր, այսինքն կեղծ միտ տվեց եւ Եվան տրվեց այդ մեղքին։ Նույնն էլ էս մոլորեցնողը գալիս, ասում է, գիտես, այսինչ բան այսպես, այդ մեղքը վերցնում ես քո մեջ ու սկսում ես քո մեջ փոթորիկը, ու սկսում ես բոլորին կասկածել, ու ընկնում ես ուրիշ մեղքերի մեջ։ Դրա համար ասում ես, սրանց բերանը պետք է փակել։ Ոնց պիտի փակես այս մարդկանց բերանը։ Աստծո խոսքով եւ ուղիղ վարդապետությամբ։ Չէ՞ օրինակ, երբ որ մեկը կրոնական ցանկացա, օրինակ Եհովայի վկան, որ գա ձեզ ասի Քրիստոս Աստված չի, ինչպես ինչու եք հավատում, ոնց պիտի պատասխանեք։ Միայն Աստծո խոսքով կարող ենք պատասխանել։ Ուրիշ բան պետք չի մեզ։ Եթե այս խոսքը չիմանաս, քո եկեղեցու վարդապետությունը չիմանաս, դու նրա հետ չես կարող։ Բայց որ նրանք էլ երբ որ տեսնում են դու Սուրբ Գիրք գիտես, քեզանից հեռու են փախնում։ Նրանք գրում են այն մարդկանց, ովքեր երբեք Սուրբ Գիրք չեն կարդացել, երբեք չեն աղոթել, հեքիաթներ են պատմում, մարդիկ հավատում են։ Դրա համար դու կարող ես ցանկացած մեկի բերանը փակել Սուրբ Գիրք կարդացած լինելով եւ քո եկեղեցու վարդապետություն իմանալով։ Ուրիշ ձևով դու չես կարող սրանց բերանները փակել։ Ետեսեք ասում են, սրանց ինչ են անում։ Երբ որ մարդը ճշմարիտ հավատք ունենա, ճշմարտության մեջ լինի, միշտ կարող է հաղթել եւ փակել ցանկացած մեկի բերան։ Ինչու՞։ Սրանք ինչ են անում, ասում են, սրանք ասում են իրենց կեղծ ուսումնով ընտանիքներ էին քանդում։ Տեսեք, առաջին դար, նույնիսկ այն ժամանակ առաքյալները ողջ էին, այս սուտ ուսուցիչները, կեղծ քարոզիչները գնում են, մարդկանց ընտանիքները քանդում են ինչի համար, շահի համար, դրամի համար։ Հիմա ինչ են իրենք ընկնում փողոցներով մարդկանց քարոզում, նպատակը ո՞րն է։ Ինչքան շատ մարդ ունենան, այնքան շատ եկամուտ կունենան, փող կունենան։ Եվ շեշտը դնում են ինչի վրա, տասանորդի վրա, որ ամեն մարդ պիտի իր տասանորդը բերի տա իրենց։ Հիմա եթե 100 հոգի ունենաս, թե 1000 հոգի, բաց չէ որ շահը մեծանում է։ Ուրեմն այսպես մարդկանց ընտանիքները քանդելով, ասում է, նույնիսկ ուսուցանում են այնպիսի բաներ, որ չպիտի ուսուցանեին։ Այսինքն այնպիսի խաբեություն, այնպիսի կեղծիկների մեջ են դնում։ Օրինակ առաջին բանը ինչ են ասում։ Ինչի է գնում եկեղեցի, այդ քահանաներն են Քրիստոսին խաչել։ Վերջ։ Ամենամեծ սուտը ես Քրիստոսին չեմ խաչել։ Եվ մենք կապ չունենք հрьяաների հետ։ Մենք Քրիստոսի քահանաներն ենք։ Այո, մենք կարող ենք խաչել մեր մեղքերով Քրիստոսին, բայց մենք չենք խաչել իրենց։ Եվ մարդիկ ասում են, հայ տեսար, քահանաները մեզ խաբում են։ Ասում են, երկրորդ քահանաները ձեզ Սուրբ Գիրքը չեն քարոզում, խաբում են, որ դուք չիմանաք հանկարծ ճշմարտությունը։ Մենք գիտենք ճշմարտությունը։ Եկեք մեր մոտ որ փրկվեք։ Եվ ինչքան մարդ, այնքան շահ։ Հասկացաք նպատակը ո՞րն է սատանայի։ Սատանան միշտ կասկածներ է գցում մարդկանց մեջ, մարդիկ այդ կասկածանքներին տրվում են եւ հետո ընկնում են մոլորության մեջ։ Եվ այս ամենը մեկ նպատակ ունի, շահը սատանային է։ Սատանան ամեն ինչ անում է մեկ հոգի գողանալու համար։ Մի հոգի գողացավ, ինքը այդ օրը երջանիկ է։ Մեկ հոգու մոլորեցրեց, ինքը հաղթանակած է։
Երբ որ մեկը եկեղեցուց դուրս է գալիս, անհավատ է դառնում, գնում է թմրամոլ է դառնում, խաղամոլ է դառնում, հարբեցող է դառնում, միակ ուրախացողը սատանան է։ Վերջ։ Մենք լացում ենք, ինքը ուրախանում է։ Մենք ողբում ենք, ինքը ցնծության մեջ է։ Վերջում էլ ինչ է անում, տանում հասցնում այդ մարդուն, ուր ինքնասպանության։ Ավելի մեծ կորստի առաջնորդում։ Որտեղ մարդը ասում է վախենալ իր պարտքերը փակելուց, իր ամոթից, գոնե ասի զղջա, ասի ներողություն, այլևս չեմ անի, ու ապացուցի, որ ինքը նոր մարդ է դառնում, գնում ավելի մեծ հանցանք է գործում, փախնելով պատասխանատվությունից։ Եվ սատանան գցում ցնծության մեջ։ Սա իր շահը։ Մեր կորսված հոգիներն են նրա շահը։ Իսկ Քրիստոսի շահը մեր փրկությունն է։ Դրա համար Պողոս Արաքելն ասում է, այս ճանապարհով պիտի անցնես, որպեսզի եկեղեցին զորավոր մնա, որպեսզի Քրիստոսի եկեղեցին, որ եկեղեցին տեսանելի երկնքի արքայություն է աշխարհի մեջ, այս արքայությունը չարատավորվի, մեղքը չմտնի այս տաճարի մեջ, մենք պատճառ չդառնանք, որպեսզի Քրիստոս լաց լինի մեզ համար, տխրի մեզ համար։ Քրիստոս ամենուր մեզ փնտրում է, սիրելիներ, խոսքով, գործով, կյանքով, հրաշքներով, ամեն միջոց գործ է դնում, որպեսզի մենք փրկության հասնենք, բայց մենք մեր շահը չգիտենք, մեր օգուտը չգիտենք։ Միայն վերջին մահվան ժամին ենք հասկանում, որ այս ինչ արեցինք, այս ինչի համար արեցինք։ Ու նորից այդ ժամանակ էլ քաջություն չենք ունում խոստովանելու, որ Տեր, փրկիր ինձ, առանց քեզ ես չեմ կարող փրկվել։ Տեր օգնիր ինձ, ես քո կարիքն ունեմ։ Իմ հույսը, ապահովությունը, վստահությունը դու ես, Տեր, փրկիր ինձ։ Այսքանը սիրելիներ, թե ինչպիսին պիտի լինի քահանան եւ եպիսկոպոսը եկեղեցու մեջ։ Ցավոք սրտի շատ կտեսնեք վատ օրինակներ, կլսեք, հատկապես որ համացանցը շատ հեշտությամբ ամեն բան բերում է, բայց մեկ կարևոր բան խնդրանք ունեմ, մենք իրենց համար, եթե մեկ օր դուք ինձ համար գաք եկեղեցի, կձախողեք։ Դուք այստեղ գալիս եք Քրիստոսին տեսնելու, Քրիստոսի հետ Ես ընդամենը այս տան մեջ տնտեսություն եմ անում, սպասավորություն եմ անում Աստծո փառքի համար։ Ես էլ կարող եմ մեղքեր ունենալ, գործել, որ տեսնեք միամիտ, բայց դա պատճառ չդառնա եւ ոչ թե ինձանից բամբասեք, այլ ասեք իմ երեսին, որ այս բանը սխալ է, լավ կներ այսպես անել։ Դուք ինձ էլ կօգնեք, ձեզ էլ կօգնեք։ Մենք մարդ ենք, քանի ես հողեղեն բնության մեջ ենք, մենք մեղքեր գործելու ենք։ Դրա համար Տերը միշտ դուռը բաց է թողում ապաշխարության, որպեսզի ապաշխարության միջոցով դու միշտ վերադառնաս իրեն։ Միշտ ասես Տեր, մեղանչեցի երկնքի եւ քո առջև։ Ինձ ընդունիր որպես քո անառակ որդի։ Տերը կասի. իմ այս զավակը կորած էր, գտնվեց, մեռած էր եւ կենթանացավ։ Աստված պահապան բոլորից, սիրելիներս, շնորհակալություն, թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի։